Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։ Բարև ձեզ, Տիկին Դիլբարյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շատ ծանր բան պիտի ցուցադրեմ, ես գիտեմ, որ շատ ազդեցիկ է, բայց պիտի խնդրեմ, որ հիմա սա մենք ցուցադրենք, ինչու, որովհետև ազգակործանը այսօր խոսել է դրա մասին եւ հայտնի դարձավ, կարծեմ Սպուտնիկին էր հաջողել բացահայտել, որ ավիրել են հրաշակերտ Աստվածամոր, այո, Հովանու եկեղեցին, այո, ավիրվել է, մենք հիշում ենք, որ սա տևական ժամանակ 7-8 տարի կառուցվում էր սա եւ այս հիշում եմ, որ մեր մեծ բոլոր բարերարները մեծ ահռելի մեծ ներդրում են ունեցել, բայց կործանողը ամեն ինչ կործանում է, ինչպես տեսնում ենք, ինքը եւ իր հարազատ Ալիևը հայկական ամեն ինչ կործանում են։ Ուղղակի այս տականքը, որ հիմա մոլորեցրել է մեր ժողովրդին, ինչ որ խաղաղության մասին է խոսում, ով հետես է խաղաղության ժամանակ ուղղակի ավիրել եւ փլուզել սրբավայրերը ավիրել հայ գերիներին պահել եւ խոշտանգել, հայկական հողերը վերցնել, սպառնալ, որ բերելու են ադրբեջանցիներին, մենք հիմա դրա մասին խոսենք, ուղղակի այն մոլորյալները, որ հավատում են, թե իբրև թե Նիկոլը խաղաղություն է բերելու, 4 պատերազմ բերած մարդը որ դեռ խաղաղություն է բերելու, ես չգիտեմ, սա այս մարդիկ արդեն պիտի շատ կոնկրետ գնան բժիշկների եւ հոգեբուժների, հոգեբանների դիմեն, որտեղ հաստատ այստեղ արդեն ուղեղի խնդիր ունեն այս մարդիկ։ Խնդրեմ, սա Սարսափելի անգամ։ Սա այսօր կործանված է, ավիրված է, ես չգիտեմ, չի կարող մարդը, հիմա ուզում էի Տիկին Դիլբարյան ասել, որ հայ լինել, ես չգիտեմ, չի կարող, մեկը մարդ լինի, մարդ, եւ այս ավերածություններից, այս ողբերգությունից, այս կործանումից հետո մտքով անցկացնի, որ պիտի ընտրության չգնա, կամ ընտրության գնա, այս դավաճան սրիկատ տականքին ու իրա թիմին ձայն տա, ես չգիտեմ, այս ամեն ինչից հետո իմիջիայլոց շողակաթը մի հրաշալի շարք է արել մեր ընկած, ավիրված, կործանված, այո, ինչպես են ադրբեջանցիները հերթով ուղղակի ավիրում եւ կործանում մեր սրբագույն տաճարները, խաչքարերը, սրբավայրերը, ամեն ինչ, ինչպես է կործանվում, այս են պարագայում, երբ որ ծնկի է բերել բառի զգոն իմաստով այս ողորմը, որովհետև մեր իշխանությունները չեն արձագանքում, եւ այսօր ընդհակառակը արձագանքել է, թաքցնում են, ըստ էության մոլորեցնում են մարդկանց, եւ ասում է, որ փորձում ենք ամբողջացնել տեղեկատվությունը, բայց բոլոր դեպքերում խաղաղություն եմ, չափանիշները, ես ինձ հետաքրքիր է, որ քեզ գա սպանի, ասենք որ գա քո հարազատներին փրթի սպանի, ավիրի, որ գա Երևանը sense փրթի, էլի, ասենք 1 միլիոն մարդու փրթեն, ավիրեն, պայթեցնեն, տանկերով մտրեն, խժռեն, sense ամբողջ քաղաքը բանի տակ տան, մարդկանց կանգնեցնես են շարքերով գնդակահարեն, գլխատեն, ես են եմ ասում ինչ որ արել են, մասնատեն կանանց, չգիտեմ բռնաբարեն, ինչ ես ասելու, նույն բանն ես ասելու դու նույն բանն ես խոսելու, նույն բանն ասելու ես մարդը, ես չգիտեմ, էլ ինչ պիտի տեղի ունենա, նույն բանն ասելու սա, ու չի բարձրաձայնելու, ասում է խաղաղությունա, ինչ խաղաղություն, եւ չի միջազգային բանում է չի բարձրացնելու մարդը, կամ կաշառք վերցրեք, կամ չգիտեմ գերիա, կամ թուրք է այս մարդը, ոնց կարող է հայ մարդը տեսնի սա,
տեսնի ընկած էս ամեն ինչը, անգամ հայ մարդը չի, սովորական մարդը տեսնի սա, այսպիսի բան տեսնի, ես զարմանում եմ, ես գիտեմ, ես մտեր բարեկամություն եմ արել Հրանտ Վարդանյանի հետ, Գրանտ Քենջի հիմնադրի հետ, այդ մարդը հոգու խորքում, ես այնքան ազգային մարդ էր ինքը հոգու խորքում, անգամ պատահական չէ, որ ինքը հայեղափոխական դաշնակցության հետ գնաց եւ ասեց, բա ում հետ պիտի գնա, մի անգամ էլ ինձ մոտ եկել էին Բանավեճի Խաչատուր Սուքիասյանի հետ, այն ասում էր թուրքերի հետ պտիսես, դե նա միշտ էր այդպես ասում, ասեց, ինչի, բայց ինչի, Բանավիճում էր, հակադրվում էր, հակաճարում էր, ասում էր, մեր ազգային, դե դրա համար դուք գիտեք, որ ամենաշատ գումար ինքն ա տվել, ես հիմա զարմացած եմ, որը որդիները գնացել նստել էին Նիկոլի հետ, ասենք ձեր մտքով չանցա, որտեղ ձեր ընտանեկան մեծ ահռելի ներդրումն ա եղել եւ ոչ միայն, եւ այս մարդը եկել է միայն ավիրում ա, միայն կործանում է եւ հանգիստ խղճով ասում ա, դա կապ չունի, ես բերելու եմ իմ պատերազմը, այդ խաղաղություն, որ ասում ա իմ պատերազմը, բերելու եմ։ Խնդրական սեփական իշխանության վերարտադրվելու մոլուցքը այնքան հզոր է, որ հիմա բարոյական դասեր կարդալը ընդհանրենք իր համար իրվի անիմաստ է, որովհետև իր սիրտը Փաշինյանի ակնհայտորեն էլի ոչ մի բանի համար չի ցավում, այսպես եւ ամենասարսափելին իհարկե այն է, որ հասարակական արձագանքը գիտեք անընդհատ բեկվում է մի թեմայից մյուսն ենք թռչում, մի սարսափելի լուրից այն մյուսը, բայց այստեղ մի հստակ սահմանագիծ պետք է դնել, որ մենք ադրբեջանական այս վայրագությունների մասին, ընդ որում ես ուզում եմ ասել, որ վերջին տասնամյակներում երևի նման վանդալիզմի օրինակներ մեկ էլ կատարել է Իսրայելը Գազայի հովտում, այո, պաղեստինցիների հանդեպ, երկու ցեղասպան պետություններ, որոնք պատահական չէ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ դաշինք կնքեցին եւ Իսրայելի մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց Արցախում հասնել իրենց այդ հաջողությանը, եթե դա կարելի է վայրագությունը հաջողություն անվանել, եւ հիմա փաստորեն իրենք միջնադարյան վայրագությունը վերակենդանացնում են։ Եվ Նիկոլ Փաշինյանը արդարացտ էության, երբ փորձում է կոծկել ու չարձագանքել, ինքը ուղղակի, անգամ եթե մոռանում ենք այն բոլոր կասկածները, որոնց մասին նորից ինչ որ շատ իհարկե տարօրինակ իմ կարծիքով անձնավորություն է գեներալ Ունիկ այո, որը գենշտաբի պետ այն ժամանակվա, հիմա ասում է եկեք ես նորից փակ նիստում խոսեմ, իրականում իր ռեալ տվյալներ կան փաստորեն այդ գեներալների համենայն դեպս գլխավոր շտաբի ղեկավարների ձեռքում, բայց իրենք թաքցրել են, գուցե աճուրդի են ուզում հանել իրենց համար լրացուցիչ անվտանգության, այսինքն եթե անգամ դա մի կողմ ենք դնում, ներկայիս պահվածքը այս իշխանությունների լռել ադրբեջանական վայրագությունների մասին եւ ոչ միայն լռել, այլև ծածկել, այս ամենը գիտեք ինձ ինչ հիշեցրեց, երբ 20 թվականի հոկտեմբերի սկիզբն էր, պարոն Փաշինյանը հրավիրել էր արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին եւ մենք արդեն այնտեղ եւ դաշնակցությունը կար, որը ջոկատներ ուներ ու ասացին Հադրութը ընկել է եւ բարձրացրինք այդ հարցը, ասացինք կարող եք ասել հիմա որ Հադրութը ում ձեռքում է, Արծրուն Հովհաննիսյանը առասպելներ էր պատմում եւ այլն, սկսվեց գիտեք մի ամբողջ բեմականացված ներկայացում, գնում գալիս էին, թղթեր էին բերում իրեն, թղթեր էին տանում, թղթեր էին բերում, վերջում էլ ինչ որ, չէ, Հադրութի մի մասը մեր ձեռքում է, ադրբեջանցիները, չգիտեմ այնտեղ որտեղ են, արվարձաններում են, այսինքն մինչև վերջ ճշմարտությունը չասած, թեև հետո արդեն ակնհայտ էր, որ ինքը շատ լավ գիտեր, որ Հադրութը հանձնվել է եւ Հադրութը բռնազավթված է արդեն ադրբեջանցիների ձեռքում։ Այսինքն նույն բանը շարունակվում է մինչև հիմա։ Ինքը ակնարկներ էր անում, ի վերջո դրանց ձայնագրություններ է կան էլի, ասում էր դե գիտեք Ալիևը Շուշին է ուզում, Ալիևը Շուշին է ուզում, որովհետեւ այնտեղ քանիցս արդեն երկրորդ անգամ հնչեց այն միտքը, որ գուցե ազատագրված տարածքները բուֆերային ինչ որ գոտի սահմանվի, որպեսզի բուն Արցախի տարածքը, ոչ միայն մյուս հայկական տարածքները, որովհետև
ազատագրված տարածքները եւս հայկական էին, այդ հայտնի Լավրովյան պլանի շուրջ, ինչու դուք չեք սկսում այդ բանակցությունները եւ այլն, նա սկսեց պնդում կատարել, որ Ալիևը Շուշին է ուզում, դե բայց մենք կարող ենք Շուշին տալ, եւ գիտեք այդ բանը, երբ դու դիմում ես չոր արտախորհրդարանական ուժերի կուսակցությունների ներկայացուցիչներին, էլի իբրև ինչ, ոչ ձեռքում իշխանություն կա, ոչ բան, բայց ըստ էության արդեն ծրագիրը ակնհայտ է, որ նա պիտի մտներ Շուշի, այսինքն գերակայող դիրք ունենար, գիտեք Շուշիի դիրքը այդ բարձունքները, ամբողջ Ստեփանակերտի հանդեպ, ի վերջո այդ 23 թվականի սեպտեմբերի գործողությունը ահաբեկչական ինչու հաջող ավարտվեց, որովհետև Շուշին արդեն հանձնված էր։ Շուշիի հանձնումը այն ուղիղ ճանապարհն էր, որը նշանակում էր ինչպես հաջորդաբար քայլ առ քայլ նրանք բռնազավթելու եւ վերջում ցեղասպանելու, ըստ էության էթնիկ զտման էին ենթարկելու ամբողջ Արցախի այդ փրկված բեկորը, որ 20 թվականին ինչ որ հրաշքի Հիմա եվրոպացիների հետ ասում է եկել են Լուսավան, բա ինչի՞ մի հատ այդ հարցերը չի բարձրացնում։ Այս մարդը պաշտպանում է, մեծագույն խնդիր։ Ինքը թաքցնում է բարբարոսությունները, Ալիևի բոլոր հրեշավոր դրանով իսկ նա խափում է նաև, տեսեք Թրամփը, չգիտեմ, Թրամփին զեկուցում են, փոխնախագահները նկարներ են դնում, որ տեսեք, այդ նողկալի էլի առասպել է, ինչ ասեմ, որ տեսեք ինչ խաղաղություն է ստեղծվել, որ Ալիևը այդ խաղաղության կերտողն է, ինքը համաձայնել է Փաշինյանի հետ խաղաղություն կնքելու նկարներն են դնում, Ամերիկան նշում է, իսկ հիմա դրա միակ պատճառը այս դիրքորոշումն է, որ որդեգրել է Փաշինյանը, լռում է մեր գերիների իրական վիճակի մասին, լռում է սոսկալի ավերածությունների, հասկանում եք, դա զարհուրելի է, ոչ թե գնաց քանդես մայր եկեղեցին ինքը ընդդեմ մարդկության, դա մարդկության դեմ հանցագործության կատարում է, ընդ որում բացատրություններ, որ դա իրենք չեն տվել, իսկ իրենք ով էին, որ պետք է հրաման տային հայկական տարածքում եկեղեցի կառուցելու համար, ցեղասպանները, այդ խնդիրը, որ միջազգային դատարաններում հայցերը հետ ենք վերցնելու եւ դրա այս քաղաքականության ուղակի Փաշինյանի որդեգրած քաղաքականության ուղակի իրականացնողն է դրածո մարդու իրավունքների պաշտպան եւ ես կարծում եմ, որ Անահիտ Մանասյանը եւ գնում է տուն, երևի պետք է ամաչի էլի, երբ հայլու մեջ իրեն է նայում, որովհետեւ այդ ինչպես ասեմ, մարդկային բարոյական, որևէ կարեկցանքի, որևէ ապրումակցման զրո նշան ունեցող պատերազմից հետո եթե ինքը ամեն ինչ գցեց ինչ որ արտգործնախարարության վրա, բացարձակ սուտ եւ զրպարտություն, ինքը ունի հանրային միանշանակ իրավունք ձայն բարձրացնելու, մյուս երկրների մարդու իրավունքների հետ բոլոր հանդիպումների ժամանակ եւ միանշանակ ինքը կարող է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ պայմանավորվել, տեսեք, ում ասես տանում են, ասում են դա հայկական քաղաքացիական, եկեք ապրիորի վերանանք ինչ որ մեր այսպես գնահատականներից եւ ելնենք այն խնդրից, որ ուզում են շփվել հայերը եւ ադրբեջանցիները, չէ՞, որ մենք հարևաններ ենք։ Հիմա մարդիկ առաջարկում են գործնական շփում։ Դու մի պես, դու չես գնում, ուրիշ մեկն է գնում, կամ ուղարկում են այնտեղ ինչ որ կազմակերպությունների ներկայացուցիչների, քարոզիչների, Երևանի մամուլի ակումբի ղեկավարին, չգիտեմ, Արեգ Քոչինյանին, ինչ որ կազմակերպությունների մարդկանց, չես հասկանում, որոնք պարզվում է, հետո գալիս են ադրբեջանական մամուլում էլ ոչ մի արձագանք չեղավ, չգիտես էլ ճիշտ են ասում թե ոչ, եղբայր, եթե դուք գնացել եք, առաջարկեցիք, հանդիպում ձեզ մերժեցին, ասեիք մենք հիմա հետ ենք վերադառնում, չէ՞ որ բանակցությունները պետք է դու ուշ գործադրես, ասես ինչ խաղաղություն, իրենց այս խոսնակը ազգային ժողովի գնում է երեսպաշտորեն էլի Փարեսիցիաբար ասում է հումանիտար խնդիրները չլուծված են, ինչ հումանիտար խնդիրները ոչ միայն չլուծված են, այլ հումանիտար խնդիրները արդեն վերածվել են սոսկալի, գիտեք, չգիտեմ, մարդկության դեմ հանցագործությունների, ամեն օր երկրի երեսից, Արցախյան հողի երեսից ոչնչացում են մեր սրբատեղիները, մեր գերեզմանները, դուք գնացել նրանց հետ ինչ եք քննարկում,
քննարկում, որպեսզի նկարվեք, խաբեք Ամերիկային, Եվրոպային, որոնք այսպես չնկատելու են տալիս, որ խաբեն հայ ժողովրդին եւ ընտրություններից առաջ գնան խաբելու, հա, որ իրենք գնացին, ինչ եք պայմանավորվել։ Եկել ասում էին, մենք ասել ենք, իրենք մերժել են։ Վեր կենայիք, հետ գայիք։ Ցամաքային ճանապարհով դուք հավատում եք դրան։ Այսինքն դե դուք քաղաքացիները լսեն, ես վերանում եմ իմ վերաբերմունքից այդ մարդկանց հանդեպ։ Ես խոսում եմ մարդկային տրամաբանության մասին։ Ուրեմն դուք դավաճանել եք հայ մարդկանց շահերին, եւ ոչ միայն հայ մարդկանց շահերին, դուք ընդհանրապես մարդու իրավունքների, ժողովրդավարության, խաղաղ համակեցության դավաճաններն եք, որովհետեւ խաղաղ համակեցությունը չի նշանակում, որ պիտի գան քո տունը քեզանից խլեն, քեզ դարձնեն փախստական, քո սրբավայրը պղծեն, քո Աստծո տաճարը պղծեն։ Հիշեք, իսրայելցի ինչպես զինվորը գնաց եւ Լիբանանում ջարդեց Հիսուսի այդ արձանը։ Դրանից հետո Իսրայելի արտգործնախարարը փորձում էր ներողություններ խնդրել, ինչու եւ այսօր Իսրայելում շատ մարդիկ դուրս են եկել եւ այրել են այն Բենյամին Նեթանյահուի հետ կապվող այդ ամբողջ բոլոր ատրիբուտիկան։ Ինչու դրա մասին չեն խոսում։ Հայ ժողովուրդը պետք է ելնի եւ իրեն հարգող։ Ես համոզված եմ, այսօր շատ թուրք մտավորականներ էլ կան։ Ադրբեջանում ոչ, թուրք մտավորականներ, որոնք խոսում են այդ ցեղասպանության ու պատասխանատվության մասին։ Բայց քանի որ ներկայիս իշխանությունը կոծկում է ամեն ինչ, դրանով հանցակից դառնալով, ինչ իրենք հույս ունեն։ Ես այսօր գալիս անպայման ուզում եի անդրադառնալ մի խնդրի։ Տեսեք, մենք հասել ենք մի մակարդակի, որ ազգային ժողովի խոսնակը գնացել Թուրքիայի մոտ լալահառաջ հարցեր է բարձրացնում, թե դուք Ադրբեջանի պատանդն եք, այսինքն փաստացի խոստովանելով, որ Ադրբեջանը իրենց բոլոր զիջումներին, հանցագործությունը թաքցնելու բոլոր ճիքերին պատասխանում է բացարձակ արհամարհանքով, գնացել Թուրքիային գանգատվում են, թե դուք ընտրություններից առաջ Այդ որ Թուրքիային է, որ հպարտացավ ասեց, ես եմ պայթեցրել, հաղթել, ավիրել եւ սպանել, հաղթել Արցախին, այդ Թուրքիային է, Իսրայելն ու Թուրքիան, երկուսը, եւ ինքը գնացել իրենց խնդրում է, թե եկեք մեզ հետ լավ եղեք, ճանապարհ ասում է ինչու չի բացում, եւ ինչպիսի անհեթեթություն։ Հետո տեսնում ենք Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Աբդուլլահ Գյուլի հետ էր հանդիպել։ Ում եք խափում։ Թուրքերը ոչինչ չեն ասել։ Հայ ժողովուրդը եւ ընդհանրապես ցանկացած մարդ անգամ վեր իր ազգությունից չի կարող զրկված լինել ողջամիտ տրամաբանությունից։ Բոլոր այն մարդիկ, որոնք ձևացնում են, թե հավատում են, ես համոզված եմ, դրանք հասնում են 0.քանի%-ի, պարզապես իրենց ձեռնտու է։ Ովքեր ասում են, թե իրենք հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է բերել, իհարկե, իրենք կեղծում են բացարձակ։ Իրենց երևի հարմար է, ես չգիտեմ, պաշտոնական դիրք ունեն, լավ են ապրում եւ այլն։ Այսինքն գնաց մի գյուղ սահմանում, տեսնես մեկը ասի, հա, էլի այս մարդը այսպես բերել է։ Այնտեղ մոխրացրեցին, պայթեցին 10 քանի գյուղի մարդկանց հնարավոր չէ տեղակայել։ Իհարկե, չայրեցին մեր զինվորները։ Ինչ էր բացահայտվել։ Ասում անհայտ հանգամանքներում ինքնասպանություն գործեց, այսօր էլ մեծախոսում ասում դպրոցի, չգիտեմ, քանի դպրոց էին կառուցել, անգամ երևի 30%-ը չեն կատարել ու անընդհատ ես թատերական շոուներ, չեն հավատում մարդիկ դրանց, մի մասը կամ վախենում է, այո, մեզ հասցրել են այդ բանին, որ այդ ստալինյան ռեպրեսիաների մակարդակն է, մարդիկ վախենում են, մի բան կասեն, դպրոցի տնօրենը հրաժարվել էր, չէ, հեռացնել այդ հերոսների անկյունը, հետո իրեն դարձրին փաստորեն քաղաքական գործիչ։ Այդ մարդուն աշխատանքից հեռացրին, ինքը գնաց միացավ ընդդիմադիր հզոր կուսակցություններից մեկին, այսինքն հիմա իրոք մարդկանց դրդում են զբաղվել քաղաքականությամբ, եւ դա է ճիշտը, ու հարգելի նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որ դուք ամեն անարդարությունից հետո ասում եք, մենք քաղաքականության հետ կապ չունենք, դուք խոր մոլորության մեջ եք, եթե դուք այս ամենը չեք քաղաքականացնում, ապա ձեր վերջը դառնալու է փախստականի կարգավիճակը, հետո նրանք այդպես գալու են, Մեղատեր Աստված, մեր հողի վրա են փորձելու, արդեն Հայաստանի հողի վրա այդ տաճարները հողին հանձնել։ Դուք պատկերացնում եք, ինչ Լենք Թեմուրն էր փորձում, բայց ինքը միայն հրդեհում էր, չէր կարողանում քարերը քանդել։ Իսկ Ալիևը ինքը պատասխան է տալու Օկամպոյի ամբողջ ցուցակով ու հանկարծ չմտածի եւ բոլոր նրանք, ովքեր այսօր լռել են եւ լռում են ու չեն խոսում ու դուրս չեն գալիս պայքարի, այ հրաշալի է, որ այստեղ տեղի ունեն
ունենալու այդ գագաթնաժողովը, եվրոպացիները հավաքվելու Պիտի ես ավիրված տաճարների, գերիների նկարներով, բոլոր ուժերը, չգիտեմ մեր ձևով եք, ուժեղ եք, ինչ էր Մարիամ Գրասանումները, Նոյան տապան եք, չգիտեմ ինչ եք, բոլորը պիտի այդ կապիկ խաղալից թողեք, բոլորը պիտի դուրս գաք, եւ իրենք չեն կարողանալու ասել, եւ իրաց կապիկությունը չպիտի աշխատի, Նիկոլի կապիկությունը եվրոպացիների հետ միասին չպիտի աշխատի դա։ Ասում են խաղաղության շուրջ համեր։ Առաջին այդ համերգը պետք է Հայաստանի Հանրապետության հրապարակում ցույց տային էկրանի վրա։ Մեր ավերված եկեղեցիներով, ցեղասպանությունից մասապուց քաղաքացիներով եւ այնտեղ բանտերում տանջվող գերիներով, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ը նորից որոշումներ է կայացրել, իսկ մարդու իրավունքների պաշտպանը երևի ամբողջ կյանքում ինքը պիտի հիշի դա։ Ինչպես ինքը խաթարեց իր պարտականությունները եւ դրսեւորեց ամենաանմարտկային վերաբերմունքը, անգամ զլացավ մի բառ գրելու, որ ես ինքս կդիմեմ ենթադրենք ԱԳՆ-ի։ Դուք մոռանում եք, որ ինքը Նիկոլի մարդու իրավունքների պաշտպան։ Ումից եք դուք սպասում։ Այդ մարդը ինքը զբաղեցնում է այդ պաշտոնը։ Ինքը Նիկոլի մարդու իրավունքների աշխատավարձից գանձված հարկերից գումար է ստանում։ Հայաստանի Հանրապետություն իրավունք չունի այդ գումարը։ Տիկին Դիլբարյան, այսօր Հայաստանի Հանրապետությունում ինքը քաղաքացիական պայմանագիր կուսակցության իրավունքների բացի մասսամ փաստաբանների պալատից հələ մի հատ կտեսնենք ոնց են վարվելու Զարուհի Պոստանջյանի հետ, հետո կխոսենք եւ որոշ մի քանի անկախ լրատվամիջոցներից Նիկոլը բոլոր ինստիտուտները արդեն ավիրել է, վերցրել է իրենովյալ է։ Բոլոր ինստիտուտները, որոնք այդ ինստիտուտ, բայց ամեն անգամ այդ ինստիտուտի կարկառուն ներկայացուցիչների, դատախազի, մնացած արդարադատության նախարարի, որ այդպես քնքուշ բոլոր ժպտում են այսպես մեզ կանայք է մտածում ես նրանց սրտում տեղ կա գոնե խիղճ չկա պարզվեց այդ մարդկանց սրտում խիղճ անգամ չկա քանի երկօրյա բողոքի այդպիսի ցույցերից հետո նոր 18 տարեկան երեխային, որը ուղեղի փակգանգուղի վնասվածք է ստացել, նոր նրա խափանման միջոցը փոխվեցին։ Պետք է ճնշում նաև բարոյական, հասարակական պարսավանկի ճնշում։ Նախնիած պիտի խնդրեմ կոչ արեք, որ այդ օրը, որ այդ եվրոպացիները գալիս են, հայ ժողովրդին մոլորեցնելու հերթական ցեղասպանության, հայաթափության դիմելու պիտի գնալ եւ այդ ակցիաները հանրապետական կուսակցության տակ ավերում են մեր սրբությունները, մեր տունը, մեր գերեզմանները, որը ոչ ոք անգամ մի բարբարոս մարդ չի անում։ Ես ասեմ այդպիսի բարբարոսության մակարդակի մեկ էլ հրյաներն էին իջել, ավելի ճիշտ ոչ բոլոր հրյաները։ Բենյամին Նեթանյահուի այդ վարչախումբը իր կողմնակիցներով։ Բոլորը այդ երկու օր են, չէ՞ իրեն կարծես այստեղ գտնվելու։ Այդ երկու օրը ամենտեղ պետք է փակցված լինեն, մենք պետք է կանգնած լինենք, ոչինչ որ իրենք փողոցներ են փակել, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ենք, այս երկիրը մեր երկիրն է։ Մենք Արցախի, այո, ես ոչ եմ բոլոր ուժերի, քաղաքական, հանրային, չգիտեմ, երիտասարդական, բարեսիրական, առաջին հերթին մեր ձևը միատարեք տեսնենք ինչ է կանելու։ Իհարկե, բոլորը ամենախոշոր ուժն են, հավաքում եք մարդկանց, մենք էլ չենք խոսում այն մասին, թե ինչ նախընտրական շրջանում ինչ է, այս երկու օրը բոլորը պետք է հավաքվեն, միասին մոռանալ, ես կարծում իրենք 3-ին արդեն մեկնարկում է դա, մայիս 3-ից մեկնարկում է, ամբողջ քաղաքը պետք է հեղեղված լինի պաստառներով, եւ գերիների նկարներով, տաճարներով, բարբարոսաբար ոչնչացված տաճարներով, բոլորի, այո, այդ ամբողջ քարավաններով, այն բոլոր ավերածություններով, այսօր Google-ը բոլոր հնարավորությունները տալիս է։ Մենք ոչ մի կեղծիք չենք անում, մենք ոչ մի ավելորդ բան չենք անում։ Մենք խոսում ենք ճշմարտության մասին։ Եվ ով է պատերազմի կուսակցությունը։ Պատերազմի կուսակցությունը այն մարդիկ են, որոնք թաքցնում են ճշմարտությունը, խափում, մոլորեցնում են հասարակությունը, որպեսզի բացեն նոր պատերազմի դուռ։ Իսկ Իլհամ Ալիևը ոչինչ չի անում նրանց համար։ Ոչինչ, ոչ մի բանի չհամաձայն։ Չէ, թաքցնում մարդը ասում է, գնացել եք Թուրքիայում խնդրում եք, որ հանկարծ դահիճից, ցեղասպանից, գլխավոր, որպեսզի այդ երկրորդ դերակատար դահիճը ինչ որ բաներ անի հումանիստական։ Դուք վեր եք կացել, ես պատրաստ եմ, ես ճիշտ եմ ասում, որպես քաղաքացի Հայաստանի Հանրապետության գնալ հիմա Ադրբեջան, նստել իրենց քաղաքացիների հետ ու իրենցից պահանջել հանդիպումներ մեր գերիների հետ։
պահանջել պատասխան մեր ոչնչացված հուշարձանների, ոչ Արցախի համալսարանի շենքը աղավաղեցին, ազգային ժողովի շենքը, ամեն ինչը ավերել են։ Ես պատրաստ եմ, ես գտնում եմ, որ այդ շփումները պետք են։ Այո, մենք պետք է գնանք, նայենք այդ մարդկանց երեսին եւ փորձենք ճշտել, թե իրենք ինչ բացատրություններ ունեն։ Այդ իրենց հիմարություններին մենք երկաթյա պատասխաններ ունենք։ Դու պիտի գնաս պայքարես ու պահանջես։ Չեն անում, դու պետք է հենց այդ ժամանակ ինչ անեիր, դեմարշ անեիր, ինչպես են բանակցությունները կատարվում։ Դու նաև ուժ ես, չէ՞ գործադրում։ Վեր ես կենում, ոնց որ եկել ես, ասում ես ես հիմա գնում եմ եւ ամբողջ աշխարհին ասում ես, որ իրենք հասարակ բան չեն համաձայնել անգամ իրենց բանտում, չէ՞, այնտեղ բազմաթիվ շքեղ սենյակներ կան, որոնց նկարները երբեմն դնում են, որպեսզի եվրոպացիներին խաբեն, այդ սենյակներում գոնե մի վայրկյան հանդիպեին հայ մարդկանց հետ, այդ բանտում արդեն քանի տարի ապօրինաբար գտնվող եւ խոշտանգվող։ Ու դուք շարունակում եք հանդիպել ու խոսել առաջընթացի մասին, եկան ասում են առաջընթաց կա, ինչ առաջընթաց։ Եկեք նոր հանդիպում կազմակերպենք, մենք հիմա գնանք այդ եվրոպացիներին էլ մեզ հետ տանենք։ Ես գտնում եմ, որ այդ երկրների ներկայացուցիչներն էլ պիտի գնանք Բաքու։ Ինչ է ասում մեզ Նիկոլ Փաշինյան։ Ասում է երրորդ կողմը որ գա, ինքը իր շահերը բան կանի։ Ինչու իր շահերը։ Ինչ շահեր։ Մենք կարող ենք վերցնել Ֆրանսիայի ներկայացուցիչներին, ինքը բարեկամ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Հունաստան է, Իտալիա է, բոլորին վերցնենք, նաև մահմեդական երկրների ներկայացուցիչներին, վեր կենանք միասին գնանք Բաքու, նստենք իրենց աչքի առաջ ու խոսենք այդ հարցերի մասին։ Այն մարդը, ով չի բացում իր բանտի դռները, ով ապօրինաբար բոլորին պահել է պատանդ, ով ոչնչացնում է այն ամեն ինչ հայկական է, ինչ խաղաղություն, ով է ձեզ, մեզ սպասում է, որ նոր ավելի հարմար առիթ տեղի ունենա, արդեն տարածաշրջանի պատերազմը սկսել են, որը էլի այդ հրադադարը կախված է մազից, Իրանն էլ է դուք տեսեք ինչպես է Իրանը պաշտպանում իր շահերը, նրանք ոչ մի վայրկյան կապիտուլյացիոն այդ պայմաններին չհամաձայնեցին, իրենք հասկանում են, չէ, որ զոհվում են, առաջին երեխաներ են զոհվում, որը սարսափելի էր, որովհետև Իսրայելը թիրախավորում է արդեն Ամերիկայի միջոցով իր ոնց որ կարծես իր կամքի կատարող այո երեխաների, բայց իրենք պայքարում են, մենք պիտի պայքարենք, մի կողմից ինքը ասում է պայքարը պատերազմ չի, ճիշտ հասկացեք, հարգելի քաղաքացիներ, ոչ մի ողջամիտ մարդ չի ուզում պատերազմ, բայց բոլոր ողջամիտ մարդիկ ուզում են ապրել, չէ, ուզում են ապրել ազատ, ընդ որում ոչ թե ստրուկի պես։ Եթե այդպես է, ուրեմն հայտարարեք ձեր կարգախոսը։ Եկեք բոլորս փոխենք մեր հայկական ազգանունները, ինչպես Թուրքիայում եղավ, դե կարող է գնաս իսլամանաս, ազգանունդ փոխես, չգիտեմ ինչ դառնա։ Դրա վրա հույս չդնեի։ Ու այդպես ապրես, դա ապրել է։ Ամեն մարդ ուզում է խաղաղ ապրի իր այսպես արժեքային Աստծո կողմից։ Դա ոչ միայն մեր ընտրությունն է, դա Աստծո ընտրությունն է, չէ, որ մենք հայ ենք ծնվել հայոց հողի վրա։ Եվ մենք ուզում ենք մեր այդ ապրելու իրավունքը պաշտպանել։ Ապրելու իրավունքը պաշտպանելը ոչ մի կապ չունի պատերազմի հետ։ Ընդհակառակը, այդ պաշտպանությունից բխում է, որ դուք ավելի անվտանգ կլինեք։ Ասում են մայիսի 28-ին ուզում է չէ զորահանդես կազմակերպել վարչապետ Փաշինյանը։ Ինչ զորահանդես։ Ինչի համար է կազմակերպում այդ զորահանդեսը, եթե խոսվում է այն մասին, որ չգիտեմ, Տավուշում այստեղ էս վիճակն է, Գեղարքունիքում մեր դիրքերի հետ Պաշտպանության նախարարը գնում է ՆԱՏՕ-ի հետ, եղբայր դու ՆԱՏՕ-ում չես քննարկում այդ հարցերը, որ մեր զինվորները որպեսզի անցնեն մեր դիրք Հայաստանի Հանրապետություն, իրենք ուղղակի գտնվում են ադրբեջանական զորքերի, չգիտեմ, նշանառության ներքո եւ իրենց համաձայնությունը պիտի լինի, իրենք գնան այդ ճանապարհով, թե չգնան։ Դուք ինչի մասին եք խոսում։ Չէ՞ որ այդ զենքերը զորահանդեսը նրա համար է, որ մենք պաշտպանենք մեր հուշարձանները։ Եվ մոռացեք այդ զառանցանքը, գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը միայն, չգիտեմ, այս տարածքն էլ չի պաշտպանվում։ Բա Արցախը մենք ամենտեղ հայկական հետքը պետք է պաշտպանենք։ Բա տեսեք Իսրայելը ինչ է անում։ Ամենտեղ մի հրյայի մի բան անեն, իրենք ամբողջ Մոսադով գնում են, գողանում են այդ մարդկանց, ազատագրում են։ Նրանց ովքեր թիրախային իրենց թշնամին է գնդակահարում, սպանում են։ Այսինչ երկակի քառակի ստանդարտներ են։ Ինչու պիտի Իսրայելի համար խաղաղությունը մի բան նշանակի, Թուրքի համար է խաղաղությունը որն է, որ Հայաստան չլինի, հա, հայ ժողովուրդ չլինի, դա խաղաղություն է։
Գիտեք, գերեզմանոցներում էլ է խաղաղություն ընդհանրապես տիրում։ Մենք ուզում ենք իրական խաղաղություն։ Եվ մենք դրա համար պետք է պայքարենք։ Ես ասեմ, մայիսի 3-ից սկսած ամբողջ քաղաքընկերներ պետք է հեղեղված լինեն այդ պատկերներով։ Մենք պետք է կանգնենք եւ շատ քաղաքակիրթ իրացնենք մեր սահմանադրական իրավունքը, նաեւ այդ մարդկանց էլ դուրս բերենք հանգստության կամ խաբկանքի ճիրաններից։ Ես չգիտեմ, կանխակալ չեմ կարող ասել իրենք միտումնավոր են աչք փակում այդ բարբարոսությունների, վանդալիզմի սարսափելի դրսևորում է տեղի ունենում։ Ընդ որում ամբողջ աշխարհում մենք բարեկամներ ունենք։ Մենք կարող ենք չէ Լեմկինի ինստիտուտից այդ մարդիկ միշտ արձագանքում են։ Հիմա գալիս է ապրիլի 24-ը։ Մյուս թեմայի մասին եմ ուզում խոսել։ Մենք խոսենք դրա մասին, մյուս թեմային եմ ուզում անդրադառնալ։ Ինքը ասում է, որ չէ, ես չեմ հանրայնացնելու, բան չեմ անել դրա մասին։ Պարզ մարդը ասում է, այնտեղ ավիրում են, դե ճիշտ շատ ճիշտ հերվից եկակ, հադրուտն էին տալիս, ասում էր լուրջ չէինք ասում, Շուշին էին տալիս, Արցախը տվեց այդպես, Հայաստանից հողեր են տալի, ասում են լրություն, ցեղասպանությունը Արցախ հայա թափվեցին, գլխատեցին, ինչ ասում են, մասնատեցին, ինքը լրություն, հիմա նույն լրությամբ խոսում է, բայց տեսեք ինչ էներգիայով է ինքը անդրադառնում եկեղեցուն եւ այդ տրամաբանությամբ չկա կարգավորում եւ ՀՀ-ում ինքը իր մեսիա, իր վրա մեծ առաքել, ոչ մի առաքելություն չի վերցրել։ Էրդողանն ասել է աչքերը կհանեմ, գնա մի հատ այդ հարցերը լուծի, հիմնահատակ մի հատ քոքա հանարա ավիրի։ Եկեղեցին այս հարցերը հիմա նորից հարցակվել է հոգևորականների վրա, ասում է մարդը պարզ իր ծրագրով ասեց, որ գալիս է իշխանության, որի հիմնարար եկեղեցու հայ առաքելական եկեղեցու հոգևորականների հարցերը լուծի, խնդրեմ։ Ծրագրում տեսեք ինչպիսի մեծ տարբերություն 21 թվականի ծրագրում նախընտրական ինչեր էին գրում այսպես պետական Երակ Նիկոլին ընտրողներ, ընտրության չմասնակցողներ, որ ձեզ ասում էին ինչի համար է եկել։ Իսկ հիմա այդ մարդը արդեն անցել է բացահայտ Կտրիչ անունով է խոսում վեհապարհոր մասին։ Ինչով է գնում, տեսեք, ողորմելի ըստ էության հայկական ինքնության շահերի գլխավոր պաշտպաններից մեկը։ Եվ ես կարծում Նիկոլ Փաշինյանը նաև հրաշալի եւ իր շրջապատը հասկանում են, որ ներկայիս վեհապար հայրը ունի մեծ հեղինակություն համաեկեղեցական բոլոր միավորումներում եւ ինքը դրա համար էլ թույլ չեն տալիս, չէ՞ որ չկարողացավ գնա մեկնել Վիեննա, փորձել էին արգելել նրա ելումուտը Հայաստանից։ Հիմա այս ամբողջը կազմակերպում են, որպեսզի թաքցվի այն զարհուրելի բարբարոսությունը, դա վանդալիզմի եւ բարբարոսություն սարսափելի բան է։ Ես ասեմ ցանկացած մարդ տեսնելով այդպիսի եկեղեցին կանգուն վիճակում եւ դուք պատկերացնում եք քանի բուլդոզեր, ինչպիսի տեխնիկա են բերել, որ այդ եկեղեցին 9 բալանոց երկրաշարժի դիմացող դիմակայուն շինություն։ Լավ, դրանք Վարդանյանի որդիներ, բարերարներ, գործ մի հատ ձայն հանեք։ Ձայն հանեք, տեսեք, ես ինչ անում ես դահիճը։ Այս դահիճը, այս հրեշը ինչ անում։ Բա գնացե սեղանի շուրջ նստել էին կողքը։ Եկեղեցու դեմ պայքարը միայն դրա համար է։ Ես ես ասեմ, որպեսի եկեղեցին չէ բարձրաձայնի, մեր հոգևոր ժառանգության, իսկ իրական հոգևոր ժառանգություն դա հայկական հետքն է, դա այն միջազգային իրավական եւ քաղաքական կռվանն է, որ հայերը վերադառնան։ Դրա համար են իրենք այդպես արագ ամեն ինչ ոչնչացնում, որովհետև այս իշխանությունը լռում է եւ ասում է, որ դա խաղաղություն է։ Հիմա եկեղեցին միակ մարմինն է, որը ունի բավարար հեղինակություն միջազգային ոլորտում, կարող է գնալ խոսել դրա մասին եւ իրենք ամեն կերպ սպառնում են, ուզում են նրանց հեռացնել, բերեն ինչ որ աղանդավորների, որոնց համար ոչ չգիտեմ, ոչ եկեղեցի կա, որոնք ոչ Աստված ունեն, ոչ վախենում են այդ Աստծուց։ Ես նկատել եմ, բարբարոսները Աստծուց չեն վախենում։ Նրանք Աստծուց անիծված են, նրանք միայն սատանայի կողմից են էլի առաջնորդվում։ Դրա համար նա ում ձեռքը բարձրացել է, ես հիշում առաջինն է, որ իրենք մտան Շուշի, գիտեք, առաջին քայլն էլ որն էր, որ իրենք կանաչ ժամը ոչնչացրին Արմատակի։ Եվ այդպես մեր լռելը դա սարսափելի է, մենք իրավունք չունենք, մենք դրանով նոր պատերազմների պատրաստվում են գնալ, այս մահաբերին ձայն տալ, այս մահաբերին պատրաստվում են գնալ ընտրել, նաև PR տեխնոլոգիաներ են, միայն իր թիմն է պատրաստվում իրեն ընտրել, որովհետև մարդիկ լավ տեղավորվել են եւ երևի թե իրենց քաղաքացիական նախաձեռնություն իրական չես էլ հասկանում ինչ նախաձեռ։ Ես սարսափած եմ, Բաքու գնացին եւ իրենց այդպես նսեն դրսևորեցին։ Բորիս Նավասարդյանի մասին եք ասում։ Բոլոր ժամանակներում գրանտի են լափակերի ոնց որ
Ես չեմ Նիկոլն էր հասկանում, ասում գրանտը դրանց մասին։ մարդկանց ինչով է խանգարում մարդ լինելու, պաշտպանելու սովորական տարրական մարդու իրավունքները։ Չեն ստանա։ Իրանց տալիս են դրա համար, որ հայրենիք չլինի։ Գնում ես այնտեղ քեզ ծաղրում է, վեր կաց դրսևորիր դիրքորոշում եւ ես համոզված եմ, որ ադրբեջանցիները երբ ստանան արժանի քաղաքացիական մարդկային հակահարված, նրանք ստիպված կլինեն հաշվի առնել դա։ Մենք ես ասեմ հենց համոզված եմ, մենք 30 տարի այդպես ապրել ենք Տիկին Դիլբարյան։ Ներկայիս իրավիճակում պետք է այս տականքներից այս տականքներից ազատվենք մեր իրավունքները։ Ընդհանրապես պիտի երաշխավոր պետու Տիկին Դիլբարյան ընդհանրապես պիտի ազատվենք։ Դրանից հետո մենք դա ունեցել ենք։ Մենք մեղադրում են մարդկանց ինչ են շարքում ռևանշիզմ։ Գիտեք, արժանապատիվ ապրելը սեփական հայրենիքում ռևանշիզմի հետ այս պարագայում հայրենիքը չմեռն է։ Ոչ մի կապ չունի։ Տեսեք, Մենք պետք է աստիճանաբար քայլ առ քայլ գնանք մեր իրավունքների վերագտնմանը եւ դրա համար է որ թուրքական տարբեր ներկայացուցիչներ խիստ միացել են ես օրինակ մեծ անհանգստություն ունեմ ասում են թե Եվրոպայից եկել են այդ խառնածին այսինքն նկատի ունեն հիբրիդային մեր դեմ էլի ընտրությունների ընթացքում ժողովրդավարության դեմ պայքարող իրանք են հիբրիդային պատերազմանում Եվրոպան հիբրիդային պատերազմների ներկայացուցիչներ ասում են որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը ավելի ճիշտ ինքը Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ասեց, Թուրքիայի արտգործնախարարն ասեց դրա մասին։ Խառնածին ինչ որ ուժերի հիբրիդային պատերազմ չի, իրենք պիտի որոշեն։ Մամեդյարովը պիտի դրա մասին կամ Հակամ Ֆիդաններ կարծես չեն հիշում։ Չէ, իրենք են իրականում Եվրոպան է որոշեն ով է։ Եվրոպան է անում հիբրիդային պատերազմ։ Մենք ասել ենք թե չգիտեմ ով պետք է Թուրքիային Ալիևին ընտրեք կամ Էրդողանին մինտրեք։ Ընտրեք այդ միջազգային հանցագործ Ալիևին դա ինչ կոպիտ դա ես կարծում եմ հենց պետք է նաև այ օգտվել այդ առիթից եւ մայիսին գալու են այդ եվրոպական ուժերը իրանց ասել որ հիբրիդային խառնածին պատերազմ Հայաստանում ընդդեմ ժողովրդավարության սկսվել է եւ այդ բայց դա ղեկավարում են չգիտես ինչու իշխող քաղաքական ուժի թողտվությամբ դրսի համենայն դեպս մինչ այս պահը ոչ մի վարքյան միջազգային իրավունքի հետ թաշ չապրող երկու պետության ներկայացուցիչներ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իսկ ինչ չեք ուզում ասել, որ Եվրոպան եւս եվրոպական երկրները, այդ որ 15 միլիոն տալիս են ընտրությունների միջամտություն, բա ինչի մասին է, չէ, բա դա հիբրիդային պատերազմ, չէ, իրաց պետք է ասեն, որ դուք եք անում։ Հենց դուք եք անում Ֆրանսիա ու Գերմանիա, չի դուք եք անում։ Բան է, բա դուք ինչու չեք ուզում դա տեսնել։ Դե դեպքում եկեք մարդիկ բացահայտ ասում են մեր թե ինչ է նշանակում ժողովրդավարական։ Դե համարձակվեն թող բացահայտ ասեն։ Ես նկատեցի, որ նաև շատ քաղաքական ուժեր մեկնել են Եվրոպա, Եվրոպայում էլ են ընտրություններ լինում Անժելա ջան։ Այնպես չէ, որ այս ուժերի, այս կողմնորոշումների ներկայացուցիչներն են միշտ հաղթող լինելու։ Եվ այնպես չէ, որ էլի շատ բաներ փոխվելու են։ Այս մարդը եւ այնպես չէ, որ Եվրոպան էլ Տիկին Դիլբարյան հայ առաքելական եկեղեցուց ենք խոսում Հորից Արցախ կայացած այս անձը կայացած խնդիր ունի Նիկոլը կայացած ամեն ինչի նկատմամբ կայացած պետություն ինչ անեն կործանենք հայ առաքելական եկեղեցի կայացած կործանենք կայացած մարդկանց կործանել ընտրված մարդկանց նախ ինքը ոտքից գլուխ վախկոտ եւ ողորմելի է որովհետեւ այն տեղերում որտեղ որ մարդիկ հաղթել են տեսեք ոչ միտեղ ինքը ազնիվ պայքարի մեջ չի մտնում մտար պայքարի մեջ քեզ սատկացրեցին պարտվեցիր Գյումրիում չէ Գյումրիում պարտվեցիր Մասիսում պարտվեցիր, Փարաքյանում պարտվեցիր, ինչ եք անում դրա դիմաց, մարդուն սպանում եք, Փարաքյանում ինչ արեցիք, գնդակ արեցիք, Մասիսում ինչ են արել, տարել են մարդուն տնային կալանք, Վարդան Ղուկասյանն ինչ են արել, գյումրեցիները ընտրել են Վարդան Ղուկասյանին, գյումրեցիները սիրում են Վարդան Ղուկասյանին, գյումրեցիները լեգենդի պես պատմում են Վարդան Ղուկասյանի արած գործերի մասին, գյումրեցիները ինքը Վարդան Ղուկասյան, այսօր խոսել է Վարդան Ղուկասյանի մասին, ասում է շատ էս չի արել, ինչ արել, լսի ողորմելի, եթե ինչ որ բան կառուցվել է Գյումրիում, դա կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Ղուկասյանի ժամանակ գնա Գյումրիով պտտվի եւ բոլոր գյումրեցիները քեզ կասեն քո ժամանակ մենք միայն տեսել ենք
տեսել ենք ավիրված փողոցներ, այն որ ջուրը արծրևը գալիս, ասեն ջլորտանի պես գալիս է, ավիրում է այդ քո փողոցային բառապաշարով աչքի ընկնող քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը երևի չի անում։ Եվ այսօր խոսում ասում է գնա դոլա վարասկա, դու մի հատ գնա Նիկոլ Պտտի։ Չէ, մա դու ինչ ես արել։ Դու ինչ ես արել բանկում։ Հետևի, թե իր կուսակցության այսպես պաշտպանյալները ինչպիսի բառապաշարով են հանդես գալիս հրապարակա։ ԿՊԱ-ականները, Սարիկները։ Սոցցանցում գրված է, չէ՞։ Ինչ դոլավարավ, նույն դոլավարավսկայի սկզբունքով այդ մարդը ինչ որ օկտատիրոտ, դե պաշտպանում ես, քեզ պաշտպանիր, այդ փողոցային բառապաշար ինչի էր նման։ Հետո ինչ որ չգիտեմ ասում են սվաղած բառեր էր գրել։ Մարդը եթե այդպիսի բառապաշար է օգտագործում, ինքը ընդհանրապես սպասինք ինչ պակաս, Սարիկը ինչ պակաս Նիկոլա, որ ասում է շնաբարոներ կծեպեմ, շներ մներ շան, եսի մինչեր բոլորից սենց կանեմ կտանեմ, ես չեմ էլ ուզում սկի կրկնել այդ բառերը։ Չի կարելի կրկնել, մենք իրավունք չունենք իջնել իրենց մակարդակին, բայց դու ում մասին ես խոսում։ Գողական այդ բառապաշարը, գողական ենթամշակույթը ձեր ժամանակ մտավ էլի դարձել է ոսկե կանոն։ Ամենտեղ որ գնում եք այդ դե գողական ենթամշակույթում է, չէ, որ չգիտեմ օրենքով գողը ինչ ասած դա կարևոր է, ինքը չգիտեմ հաղորդագրություն ուղարկեց։ Բերել այդ բարքերը մեզ մոտ փորձում են արմատակալել, համոզված են որ չի ստացվելու եւ դեռ խոսում են այդ երգերի մասին։ Կամ դուք լսեք թե դուք ինչ երգեր եք լսում, էլի ռաբիս չգիտեմ ինչ, գիտեք ինքան Չէ, գուցե արժի Տիկին Դիլբարյան, եթե ինքը դու մարդուն, ընտրված մարդուն տարել ես եւ փակել ես եւ դու խոսում ես որ թող այնտեղ այդ երգի քո արևի սենց էլի դու էլի փրթե եթե դու ոչ մի բան ես, դու ընդհանրեն այդ լծակներին օգտով պարտված ողորմելի մեկն ես, չէ ինքը նույն այդ ռաբիս երաժշտությունը իր տանը նստած առավոտը միացնում ու ասում է։ Չէ, ուրիշ բանի մասին եմ ուզում ասել, որ եթե դու այդպես տենց բանա, թե ուզում ես ինչ-որ բաներ հիշեցնել, մի հատ երևի արժի թե քո հետ ովքեր որ այդ խցում եղել են, հիշեցնեն թե դու ինչ ողորմելի ես եղել, ինչ գցող ես եղել, ինչ գործ տվող ես եղել, Նիկոլ, դու որտեղ որ եղել ես, քո մասին խոսել են որպես գործ տվողի, հեռախոսը տվել են որ դու խոսես, հետևից գնացեք գործ ես տվել։ Նիկոլ Փաշինյանը նաև շատ բաներ հատուկ է անում, որpիսի մենք ոչ թե խոսենք իրական խնդիրներ։ Դե մեզ իրական խնդիր էս մարդը չի փակված։ Ընտրված մարդը ինչ ես տարել սպանում։ Ինչ ես տանում սպանում ես մարդուն։ Անժելա, երբ որ եվրոպական առաջնորդները գալու են, նրանց բոլորի նկարները։ Գյումրեցիներ, եկեք այդ օրը Երևան, գյումրեցիներ, ձեր քաղաքապետի համար, ձեր մեր սրբազանի համար, եկեք Երևան ակցիաներին, այո։ Սարսափելի է, ինչ սիրտ արյունում է, էլի։ Ես ինչպես կարելի, մինչև վերջ պահել նրան տանջում է։ Հիշում եք, չէ, ինքն էլ հսկա տղամարդ էր, այդ հսկա տղամարդուց կեսն է մնացել։ Ինքը հաստատապես առողջական մեծ խնդիրներ ունի։ Մենք այդ բոլոր ոչ միայն Բաքվի բանտերում, այլ Հայաստանի իրական վիճակը պետք է ցույց տա։ Այս մարդուն ինչ է սպանում, այս մարդը հազար հիվանդություն ունի տարերը, հատուկ էպիսի ընտրված մարդուն ինչ է սպանում, Նիկոլ։ Չպետք է քննարկենք իր շատ ճղճիմ թեմաները, երգեր, մերքեր, չգիտեմ, ինչպես ասացի, Աստված գիտե իրենք ինչպիսի երգեր են լսում, դա հետաքրքիր էլ չէ, այլ այո գյումրեցիները պիտի գան այդ նկարներով, մենք էլ մեր նկարներով, մենք նրանք բոլորը մեր քաղաքացիներն են Հայաստանի Հանրապետության, մեր հիմա թիվ 1 օրակարգն է պաշտպանել այդ մարդկանց շահերը, կարելի է 1-2 օրվա ընթացքում ամբողջ քաղաքը Երևանը, դե որովհետև Երևանում է տեղի ունենալու դա, հեղեղել այդ մարդկանց նկարներով, խոսել դրա մասին, անգամ լուր ակցիաներ անել։ Չեմ ասում որ աղմուկ գորգորալ կամ իրենք կարող են սադրիչների բերել, հասկանում եք։ Իսկ մենք այդ նկարներով եւ դա ամենտեղ պետք է ամրացված լինի եւ այդ ժամանակ եվրոպական այդ առաջնորդները չեն ունենալու այլ ելք, քան լռելու, որովհետեւ այնտեղ այդ մարտավարությունը կա եւ հասկանալու, որ կա ուրիշ Հայաստան, կա իրական Հայաստան, որտեղ ժողովրդավարությունը ոտնահարվում է, որտեղ կանայք, երեխաները, քաղաքական գործունեությամբ զբաղվողները իրենք ինչ մարզպետների կամ եւ այլնի միջոցով համայնքային իշխանությունների ինչ ասես կարող են խոստանալ քաղաքացիներին, ենթադրենք ունեզուր քաղաքացիներին, ընդդիմադիր քաղաքական ուժը բավական է ինչ-որ բան, չգիտեմ, խոստանա, դրանից հետո բոլորը հայտնվում են, չգիտեմ, բանտերում։ Դա խոսում է ժողովրդավարության մասին, ընդ որում դեռ չգրանցված հիշենք այդ ուժեղ Հայաստանի հետ կապված դեպքերը։ Իրականությունը շարունակելու երևի ավելի
ավելի հակաօրինական դառնալ։ Տիկին Դիլբարյան, այս մարդը բոլորի հետ կռիվ ունի, ուրեմն քիչ առաջ ինչ է ասել, Ղարաբաղի շարժումը չի ծառայում ինչին, հայրենիքին, չի ծառայել հայրենիքին։ Եվ այսինքն ինքը սիրելիներ, ասեմ որ ասում էր, ես սիրում եմ Ղարաբաղ, Արցախը, արցախցիներ, հիշում եք Անայի խոսքերը, մենք սիրում ենք։ Այդ մարդիկ չէին սիրում, այդ մարդիկ եկել էին Արցախը կործանելու, հիմա խոստովանում է, որ ես հատուկ եկել էի Արցախը կործանելու, հետո էլ խոստովանի, որ եկել եմ Հայաստանը կործանելու, հանուն ձեզ։ Եվ հիմա էլ առաջընթացին Արցախն է խանգարում, հասա, որտեղ բոլոր հաղթողներին է հասնում, բոլոր կայացնողներին։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի անկախ երրորդ հանրապետության հայրերից է։ Եվ դրա համար ինքը պետք է լինի, ես կարծում սկզբունքային, այսպես հակառակորդ թշնամի։ Իրենց այդ բառերը, որ օգտագործում են եւ ձևակերպումները Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, դարձյալ շատ օրինաչափ են։ Իրականում ցանկացած կայուն հայկական գործիչ, Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող գործիչ, թշնամի է Նիկոլի համար գաղափարաբանության, այո, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, թե ինչու, չգիտեմ, չենք կարող ասել իհարկե հաստատապես, բայց փաստը մնում է փաստ, որ ինքը մոլորեցնում է մարդկանց, թաքցնում է ճշմարտությունը եւ ըստ էության ծառայում է միջազգային հանցագործ Ալիևի, այսպես իրական դեմքը բացահայտել չցանկացող ուժերին գնում հանդիպում են խնդրում դուք ինչու եք խնդրում Թուրքիային որ ինքը ճանապարհը բաց եթե դուք դիվանագիտություն ունեք վարեք այդ դիվանագիտությունը բայց հիմա էլ տեսնում եք, չէ, բոլորին մեղադրում են ընտրակաշառքի մեջ, չգիտեմ, դիվանագիտական աշխատողների կորպուսի աշխատավարձերն են բարձրացնում, այս են անում, իհարկե մոռանալով, որ սարսափելի գնաճ է, այդ իրենց բարձրացումը գնաճը ամեն ինչ կուլ է տալիս, բայց միևնույն ժամանակ գոռում են, որ այն մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը, չգիտեմ, ընտրակաշառք են, օգտվելով այն հանգամանքից, որ կան մեծահարուստ բարերար ուժեր, փորձում են նրանց վարկաբեկել Տարական, գիտեք, ազնիվ օրենքին համապատասխան ընտրարշավել չի կազմակերպում։ Եղբայր ընտրարշավ եք ուզում կազմակերպել, հավատում եք, որ դուք ճիշտ եք, որ Հայաստանի չգոյությունը, ենթադրենք դա խաղաղության երաշխիքն է, փաստորեն ստացվում է, որ Հայաստանի չգոյությունը խաղաղության երաշխիք է, էլի, որ ազգային Հայաստան չի։ Հայերին էլ հետ է։ Այո, դե բայց եթե չկա Հայաստան, հայք չէ։ Հայքի չգոյությունը դա նշանակում է հայերի չգոյություն, որտեղ Հայաստան ստանն էլ հոգնակերտ մասնիկ է, նշանակում է հայ Եթե դա է ձեր գաղափարաբանությունը, ինչու եք ուրիշներին, բանտերից մարդկանց բաց թողեք, հատկապես նրանք չեն գործել այնպիսի հանցանքներ, մեր Հայաստանի Հանրապետության Թուրքիայի դրոշը, Ադրբեջանի դրոշը բարձրացրեք։ Հա, ու գնացեք ընտրությունների։ Սև մոխրագույն հագուստը, հա։ Դրանից հետո, գիտեք, ես ճիշտ Բայց արել այլ էլ ոնց անի Տիկին Դիլբարյան, բայց դա է անում։ Ինչը դա է անում։ Մենակ ասում է, ես խաղաղություն եմ բերել, ինքը չի ասում։ Եվ հետո ասում է, թե իրեն մեղադրում են, կարծես 3 էր, չէ՞, իրեն մեղադրում են թուրքական շահը առաջ տանելու մեջ։ Բա ինչպես չմեղադրենք։ Դու կանգնել ասում ես, ես կպարզեմ, այդ կանաչ ժամը արդեն վաղուց պարզված է, չնայած Ինչ ես արել։ Ինչ ես արել։ Ինչ ես արել դրա համար։ Ինչ ես արել։ Երբ ազգային ժողովի շենքը քանդեցին, մարդկանց գերեզմաններն ավերեցին, ինչ եք արել։ Կամ քո այդ մարդու գերիների խոշտանգում են, ինչ ես արել։ Պատանդները այնտեղ են, դու ինչ ես խոսում։ Որ հիմա էլ պարզում ես։ Դու ինքդ ես անում սրբազանների գլխին էստեղ ընտրված քաղաք։ Այսօր Բագրատ սրբազանի գլխին ես անում։ Եկեղեցին ուզում են լրացնել, Չի ուզում լրացնել, ինքը ուզում է ավիրի, ինքը ուզում է ավիրի, ինչ լրացնել, մարդուն բաց կտանես, կվարկե կկաբեկես, հետո տունը կքանդես, կբերես, չգիտեմ, ինչ որ անհավատ մարդկանց։ Եղբայր դուք ինչ գործ ունեք, ասում են եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, բայց ով ասաց, որ եկեղեցին պետություն է պետության մեջ։ Եկեղեցին պետք է հարկ վճարի, չգիտեմ ինչ։ Այդ դուք բոլորդ հարկ եք վճարում հիմա կամ ինչ, չգիտեմ, այնտեղ ինչ է 1-2 մոմից մի քանի լումայից հա դուք այդպես ուզում եք բաժին ունենալ, չէ՞ որ դա մեր ինչ ասեմ, մեր նվիրատվությունն է այդ եկեղեցուն, մեր ընծայաբերումն է, ինչ է ուզում եք ամեն եկեղեցուն ՀԴՄ դնեք, բայց չէ՞ որ եկեղեցին հոգե ոչ միտեղ ընկել, ամբողջ Եվրոպայում առևտուրը արվում է անկա, բայց ոչ մի եկեղեցուն ՀԴՄ սարք չկա էլի, ոչ մի, հա, չէ, գիտեք, կան բաներ, որ չի կարելի էլի արտաբերել, դրանք ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեն Դրա համար մենք պետք է վերլուծենք մեր օրակարգը։
չենթարկվենք իր ինքը ամեն անգամ ինչ որ սադրիչ մտքեր է արտահայտում, որպեսզի մեզ շեղի մեր իրական պայքարից, իսկ դա նախընտրական, սահմանադրական մեր պայքարն է մասնակցելու ընտրություններին։ Մենք, ինչպես ասում ենք, բոլորս միասին պիտի մասնակցենք մայիսյան այդ եվրոպական գագաթաժողովին, բոլորին ցույց տանք, որ մենք ժողովուրդ ենք։ Ինչպես չէ, Իսրայելի քաղաքացիները դուրս են գալիս, այրում են չգիտեմ Նեթանյահուի նկարը կամ բարձրացնում են խոշտանգված երեխաների նկարները, լավ եկեք նկարներն էլ չայրենք այրել բարբարոսության ձև, բայց եկեք բարձրացնենք այդ մարդկանց նկարները, գրենք, որ նրանք բանտարկյալներ են, խոշտանգվում են, եկեղեցիներն էլ ավերվում են, իսկ հետո դրանից հայ ժողով, եւ դուք նկատել եք, չէ, Նիկոլ Փաշինյանը օրինակ ոչ մի անգամ չի ասում կամ ոչ միայն ինքը, իրենք չեն ասում, որ քաղաքացիներ գնացեք ընտրության, ինչու չեք ասում գնացեք ընտրության, անպայման պետք է գնալ ընտրության Անպայման, որտեվ ինքը ուզում ինչքան չգնան, այդքան կեղծելու հատվեն, չէ։ Կմտածեն, վայ, տեսեք մեր եկեղեցիները ավերում են, մեր տունը ավերում են, գուցե մարդիկ որոշեն ճամպրուկները կապեն, փախչեն, գնան, կամ ընկճախտից չգնան։ Ինչքան շատ դատարկվի, ինչքան շատ դատարկվի։ Չէ, հետո կեղծելու հնարավորությունը ավելի մեծ է լինելու, եթե դուք ընտրության չգնաք։ Պարտադիր պետք է գնալ։ Որովհետև մեր պայքարը սահմանադրական է։ Դուք հիմա գաղափարաբանություն եք, չէ, առաջ քաշում։ Որ չգիտեմ, մեր բարեկամը Ադրբեջան, բայց այդ բարեկամ Ադրբեջանը միտեղ չի ասել, որ ինքը ճանաչում է Հայաստանի անգամ իրենց նշած ես ասել է, ասում է 300,000 ադրբեջանցի են բերելու եւ ոչ մի խոսակցություն չկա, որ 800,000 հայ պիտի վերադառնան Բաքու, Կիրովաբադ, Սումգայիթ այնտեղ սեփականություն Արցախահայությունը նաեւ որ պիտի վերադառնան Արցախը ով է վճարելու այդ ավերված եկեղեցիների ու տների գումարները Ալիևի այն գումարները, որ ինքը միջազգային դատարանով պիտի վճարի, ընտանիքով Ալիև Փաշաևների կլանի, ինքը պիտի դա վճարի։ Ինքը այդ իր ամբողջ հանցախմբով հանդերձ, ու դա արձանագրված է, եւ օկամբոն Նիկոլի վռնդելուց հետո այդ ամեն ինչը լինելու է։ Ստեղծենք իշխանություններ, որոնք գործելու են ժողովրդավարության եւ հայկական պետության իրավունքի տեսանկյունից։ Բայց այդպես էլ եղել է, 30 տարի այդպես էլ եղել է, չէ, միջազգային հարթակներում այդ հարցերը բարձրացրել են, վախեցած, վախվորած, Թուրքիան անգամ վախեցած, սարսափած էր, որ ասում էին ցունամիի պես ցեղասպանության օրը տեսնենք ինչ են անելու հայերը, ամբողջ աշխարհով մեկ Թուրքիան սարսափած եւ վախեցած էր, տեսեք, հիմա հակ բանի մեջ է։ Ադրբեջանի Ալիևի հանցանքները այդպես թաքցնելով, լռելյան, ձևեր անելով, թե իբրև իրենք տեղյակ չեն նոր են բարձում այդ իրենց միպը, որ չգիտեմ, էլի ամոթալիության գագաթն է, կամ ԱԳՆ-ի մի արժանապատիվ մարդ չկա, գա ասի, որ մենք հիմա կդիմենք այսինչ պետության, կամ հյուպատոսական մեր ծառայություններով, չէ՞ որ դա օրինական է։ Ճիշտ է, մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի, բայց հյուպատոսական ծառայություններով գնանք այցելենք։ Մի արժանապատիվ մարդ չկա, որ այդ ձայն բարձրացնի։ Չկա, դե ուրեմն դա է ձեր քաղաքականությունը։ Այսինքն ձեր իրական քաղաքականությունը թաքցնելն է Ալիևի հանցագործությունները, այն մյուս կողմից էլ ուզում եք թուրքերի հանցագործությունները թաքցնեք եւ իրենց թվում է, որ իրենք այդպես կարող են հաջողանալ Էրդողանին եւ Էրդողանը կբացի սահմանները։ Եղբայր Էրդողանը չունի այդքան մանր պատկերացում հաջողության մասին։ Ինքը աճուրդ չի անում, ինքը թյուրքական ժողովուրդների շահերն է պաշտպանում։ Հետևաբար, մինչև Ադրբեջանի շահը չպաշտպանվի, նրանք ընդհանրապես ոչ մի սահմաններ չեն բացի։ Երբեք։ Եվ ես ձեզ ասեմ, դեռ երկրորդ խնդիրն այն է, թե սահմանի բացումից հետո ինչ տեղի կունենա։ Այդ սահմանի բացումից հետո այստեղ կարող են լցվել դիվերսանտներ եւ այլ, ու դա երբեք չի լինել։ Կամ ասում են Եվրոպան մեզ պաշտպանում է, էսը ինչ է անելու այդ մուտքի արտոնագրերի ազատականությունը կատարում։ Բայց դա էլ չի անելու, տեր իմ Աստված։ Տվեց, հետո ով հիմա ուզենա գնա Եվրոպա հնարավորություն չունի, ինչ է կա, ասենք թե տվեցին։ Լավ, ասենք գնացել եք այդպես գնում եք։ Դա ինչ մի բան է։ Կամ Սեպայի պայմանագիրը կնքվեց, ամեն ինչը լավ էր։ Մենք բոլորի հետ էլ կարողացել ենք ապրել գործընկերներ։ Շատ լավ, տեսեք, մյուս հարց հիմա մի հատ էսպես շատ վատ բան միտում կա, երեք էլ հյուրերիցս մեկը խոսում է, ժողովուրդ պետք է ճիշտ է ասում, անպայման պետք է գնալ ընտրությունների։ Ես մի քանի անգամ ասել եմ 2021 թվականին ով որ չի գնացել ընտրության եւ ով գնացել է եւ ես դավաճան տականքին է ընտրել ոչ, ինքը մեղավոր է, որ Արցախը կործանվեց։
իրենց խղճի վրա է դրված այդ բոլոր զոհերը, իրենց խղճի վրա է դրված 150,000 հայերի այդ տնավեր լինելը, Արցախ կորցնելը, Հայաստանի Հանրապետությունից 3 Երևանի չափ տարածքի կորուստը, ջերմուկի բարձունքները հանձնելը, Սյունիքի բարձունքը 21 թվականին ով չի գնացել ընտրության, ավելին Լարիսա Արավերդյանը շատ ավելի խիստ ասեց, նրանք ովքեր ասեց, որ չեն գնացել 21 թվականի ընտրության կամ գնացել են Նիկոլին են ընտրել, ամեն օր հիշեք, դուք ձեր հացի հետ ուտում եք այդ զոհված տղաների բաժան բան եմ ասում, մարմինը, որովհետև դուք դրա մասնակիցն եք դարձել։ Հիշեք, եւ հիմա, եթե դուք չգնաք այս ընտրության, ուրեմն դուք մասնակից լինելու, որ Հայաստանը դուք բռնում եք այն հրեշավոր ձեռքը, որ պատրաստում է Հայաստանը կործանել։ Եվ հիմա այսպեսի նաեւ մեր խոսույթում բան ա մտել, ժողովուրդ գնացեք ընտրության եւ եթե չեք ուզում, չգիտեմ ում, գնացեք եւ վատի եւ վատթարագույնի միջեւ։ Ոչ, սա շատ վատ, շատ սխալ, այո, տարօրինակ արտահայտություն է, որովհետեւ մենք հիմա մրցակցության մեջ եմ մտել երկրորդ նախագահը, հայ հեղափոխական դաշնակցությունը, որ հայկականությունը միշտ եւ ազգայինը միշտ պահել է։ Երկրորդ նախագահի ժամանակ մենք ունեցել ենք մեծ հաղթանակներ, ունեցել ենք իրական մեծ խաղաղություն, միակ նախագահն է, ում ժամանակ պատերազմ չի եղել, ունեցել ենք մեծ խաղաղություն։ Առաջին նախագահի ժամանակ մենք ունեցել ենք մեծ հաղթանակ, առաջին նախագահի ժամանակ Սերժ Սարգսյանի ժամանակ մենք ունեցել ենք ապրիլյանի 44-օրյայի հաղթանակ եւ այսօր իրենք պաշտպանում են մեր ձևով են, մենք այսօր մրցակցության մեջ եմ մտել նաև ամենամեծ բարերարը Սամվել Կարապետյանը եւ պետք չի հանկարծ դնել նույն հարթության վրա դավաճան երկիր ծախող Արցախ կործանող մարդու հետ։ Իմիջայլոց Ընկերներ, պետք է ընտրել լավը, իսկ այդ լավը քո ազգային պետության ինքնիշխանության պաշտպանությունն է, որը նշանակում է քո իսկ անվտանգությունը։ Ինքնիշխան պետության մեջ քաղաքացին անվտանգ է։ Այսինքն մարդիկ չեն գնում վատը ընտրելու։ Երեք խոսել է եւ իսկական խաղաղություն ընտրել։ Սամվել Կարապետյանը երեք խոսել է, հանդիպել է իր թիմակիցների հետ, շատ կարևոր հարցեր է բարձրացրել, որ ինչ են արել այս ազգակործանները, կործանել են մեր հայրենիքը, օկուպացված տարածքներ կա Հայաստանից տվել են, մեր լավագույն հայրենակիցները գտնվում են բանտերում, ամենակարևոր հարցերի մասին է խոսում։ Ուղղակի պարոն Կարապետյան, ես գիտեմ, որ դուք Սերգեյ Համբարձումյանի հետ միասին ամենամեծ ներդրումն եք ունեցել Արցախի Հանրապետությունում, ահռելի գումարներ եք տվել Արցախի շենացման եւ զարգացման համար, ինձ համար առնվազն մի փոքր տարօրինակ էր, որ ձեր սեղանին չկար Արցախի Հանրապետության դրոշը։ Գիտեք, հրեա ժողովուրդը 2000 տարի պատտվեց եւ իրենց բոլոր սեղանի շուրջ երբ որ նստում էին, առաջին խոսքը այն էր, որ հաջորդ հանդիպումը մենք պետք է լինենք Երուսաղեմում եւ իրենք հասան։ Մենք հիմա պիտի ամեն օր մեր խոսույթում լինի եւ չհրաժարվենք դրանից, որ ասենք բոլոր ճանապարհները Հայաստանի տանում են դեպի Արցախ։ Մեր բոլորի երազանքները պիտի լինեն դեպի Արցախ։ Մեր բոլոր գործը ջանքը պիտի լինի դեպի Արցախ եւ այնպես որ միջազգային ճանաչման շարունակություն։ Այո, հույս ունեմ, որ ձեր սեղանին անպայման ձեր կողքը անպայման պիտի լինի Արցախի դրոշը, որովհետեւ սա նշանակում է, որ եթե այս ազգակործանները, մեր թշնամիները տևական ժամանակ հակաարցախյան քարոզ են տարել եւ հիմա էլ լրացնում են բոլորին, ասում են, եթե դուք արցախցիների խոսեք, դա վատ է, քիչ ձայներ կհավաքեք, եթե դուք Արցախի մասին խոսեք, վատ է։ Ես խնդրում եմ, որ դուք ոչ թե այդ թշնամու օրակարգով առաջնորդել, այլ դուք ինքներդ օրակարգ, ազգային օրակարգ բերեք եւ առաջին հերթին դուք իհարկե ձեր խոսքում հիշեցիք Արցախի մասին, մեր արժանավոր հայրենակիցների մասին, նախագահների մասին, ոչ թե կարևոր են, այլ շատ կարևոր է եւ ձեր խոսքը անպայման սկսեք եւ ավարտեք դրանով, սա ուղղակի պարոն Կարապետյան, այո, բարեկամաբար ասեցի եւ ես ուզում եմ, որ մեր հանդիպումը ավարտենք նրանով, ես քիչ առաջ էլ ասեցի, որ Շողակաթ հեռուստաընկերությունը փայլուն շարք էր սկսել մեր թե ինչ հարստություն մենք ունենք Արցախի Հանրապետությունում եւ առհասարակ Հայաստանում եւ չենք մոռանում, որ միայն մեր որ հիմա դու այսպես հարձակվում ես հայ առաքելական եկեղեցու վրա եւ հատկապես վեհապար հոր կաթողիկոսի վրա 330 եկեղեցի միայն վերականգնվել եւ կառուցվել են Գարեգին երկրորդի օրոք։ Չկա այդպիսի մեկ նաեւ մի բան ասեմ, բոլոր սոցիոլոգիական հարցումները Անժելա վկայում են, որ Աստծո հանդեպ
մեր այդ եկեղեցասիրությունը Աստծո հանդեպ հարգանքը արդեն նաև ծիսական ձևով շատ ավելի բարձրացել է։ Մեր հավատացյալների թիվը ավելացել է։ Ես ես հավատացնում եմ ամեն շաբաթ, անգամ կիրակի մյուս աշխատանքային օրերին պատարակներին մեծաքանակ երիտասարդություն է մասնակցում եւ մարդիկ հենց այս դժվարի Դավիթի օրինակը Տիկին Դիլբարյան, Դավիթի օրինակը 18 տարեկան ինչքան նրանք սկսեցին պայքարել, մտավորական ընտանիքի տղա, բարձր առաջադիմություն ունեցող, մենք տեսանք, որ այո, հիմա ինձ հուշում են, ասում են, դուք բանի Անայի մասին չխոսեցիք, ասեմ ոչ Անան իրա, ես ոչ մեկից հետաքրքիր չես ամեն ինչ ինքը անում է զբաղեցնելու համար։ Իհարկե, մենք նրանց օրակարգին չենք ենթարկում։ Այո։ Եվ մենք չենք մոռանալու։ հերթական, հա, բայց կար որ ամբողջականներ, Մարիամ, եւ հերթական Մեսրոպ Մաշտոցի ինչ է խնդրել, ինչ է տվել, ինչ է հանձնել։ Ինչ է հանձնել Նիկոլը։ Որտեղ Մեսրոպ Մաշտոցը առաջինը սովորեցրել է հայոց գրերը։ Սուրբ Թադեուսի որնանկարները իտալացիները եկան, վերականգնեցին, ես երրորդ նախագահի ժամանակ ամբողջովին վերակառուցվեց, քայլ առ քայլ սկսեցին։ Եթե կարելի է այս վեր պատկերում, ես ուզում եմ հիշել Վրդանես Սրբազանին, որը դարձել էր Արցախի թեմի առաջնորդը, ես մի փոքր հույս ունեմ, որ այս ամենից հետո ինքը կզղջա իր արածի համար։ Տեսնելով այս ամբողջը։ Կանզասը։ Եվ այսօր ասում եմ, մեր հայրենիքի տեղեր ես ամեն ինչը։ Հայաստանի մի մասը չի կարող Հայաստանի դեմ լինել։ Իդեպ ճիշտ է, վերականգնելու առումով շատ մեծ բան է արվել երրորդ նախագահի ժամանակ հատկապես։ Հա, Բակո Սահակյանի։ Այո, Բակոսը, որ հիմա բանտում խոշտանգվում է։ Մենք պարտավոր ենք նրանց պաշտպանել։ Ուրիշ երկ չունենք։ Այս ադրբեջանցիները ակտիվացան այս շները, ոչինչ։ Այսա թուրքին ճանապարհեն, տեսեք ոնց եք նորից հարկանալու։ Հենց լսում են, որ իրենք միջազգային հանցագործ են դատվելու են ակտիվան։
Փաշաթաղի եկեղեցի հոյակ էր ազալ արիանը սրտոց Բռնազավթված Արցախ, շնորհակալություն, վերադառնալու ենք